Հանուն հոր և որդվո և ոգու սրբո, ամեն։ Արևելքից կերևան մարդու որդու նշանը, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Արևելքը արևի ծագելու վայրն է, մարդու որդին մեր Տերն է Հիսուս Քրիստոս, և արևելքը ծագում է, արեգակը ծագում է արևելքից, այդպես էլ արդարության արեգակը մեր Տերը Հիսուս Քրիստոս պետք է արևելքից ցույց տա իր նշանը։ Որն է մարդու որդու նշանը? Խաչը, որովհետև խաչը դարձավ փրկության նշան։ Մահվամբ Քրիստոս մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց, իր զոհաբերությամբ մեր մեղքը սրբագրեց։ Եվ հենց այս մարդու որդու նշանը դարձավ քրիստոնյաների տարբերակից նշան։ Սրանով մենք քրիստոնյա դարձանք, Քրիստոսին պատկանեցինք, որտեղ մենք պատվական թանկարժեք արյամբ ենք գնված, Քրիստոսի պատվական արյամբ ենք գնված, Քրիստոսի խաչի զոհաբերությամբ ենք փրկագնված, և մեզ չենք պատկանում, և Քրիստոս մեզ համար խաչի նշանը տվեց, որպեսզի այն դառնա թե մեր փրկության և թե մեր քրիստոնեական նշան։ Եվ հենց ծնվում ենք, մկրտվում ենք անմիջապես, Սուրբ Միրոնով ենք դրոշվում, որպեսզի դառնանք քրիստոնյա, մեր սրտին, մեր մտքին, մեր հոգում, մեր մարմնի, մեր մտքի վրա ամբողջապես խաչն է դրոշվում, որպեսզի խաչադրոշ քրիստոնյա մենք լինենք, Տիրոջը պատկանենք։ Եվ երբ հուարկավորվում ենք այս աշխարհից դուրս ենք գալիս, կրկին խաչի դրոշն է դրվում մեր հողաթմբի վրա, մեր գերեզմանի վրա, որպեսզի խաչը մեզ պահպանի անգամ մահվանից հետո, մեր նշխարները, մեր ոսկորները խաչով պահպանվեն, խաչադրոշ կնքված գերեզմաններ են քրիստոնյայի գերեզմանները, և Աստծո Սուրբ Հոգին է իջնում քրիստոնյաների վրա մկրտության, և այսպես խաչը մեզ համար դառնում է զորության, հաղթության, իմաստության նշան։ Այսօր խաչի երևման տոնն է։ 351 թվականին Երուսաղեմի երկնակամարում Կյուրեղ Երեսաղեմացի հայրապետի օրոք խաչը երևաց։ Ցերեկը ժամը 3-ին արեգակի ճառագայթները այնքան թույլ են խաչի լույսի ճառագայթների առջև, որ խամրեց արեգակը։ Գողգոթայի բարձունքից մինչև Ձիթենյաց լեռը խաչն էր երևում։ Գողգոթայի վրա Քրիստոս խաչվեց, Ձիթենյաց լեռից համբարձվեց։ Եվ այս խաչի երևումը երկնակամարում ցույց էր տալիս, որ Քրիստոս, որ Գողգոթայի բարձունքում խաչվեց և Ձիթենյաց լեռից համբարձվեց, փրկիչն է աշխարհի։ Ուրիշ փրկիչ չկա աշխարհում, մեր Տերն է Հիսուս Քրիստոս, և մեր փրկության նշանը խաչն է։ 351 թվականին Կյուրեղ Երուսաղեմացու օրոք Երուսաղեմում շատ հրեաներ և հեթանոսներ անգամ կային։ Եվ երբ երկնակամարում այդ խաչը երևաց, շատ շատերը գնացին Երուսաղեմի հարության տաճարը և սկսեցին մկրտվել, քրիստոնյա դառնալ, որտև տեսան աստվածային հրաշքը երկնքից, տեսան հաստատումը, ապացույցը քրիստոնեության ճշմարտության, ուրիշ ճշմարտություն չկա, քան քրիստոնեությունը, և հենց խաչը վկայեց երկնքից, երկնակամարի այնքան զորավոր ու լուսե խաչն էր, որ երևում էր, որ մենք մինչև օրս ամեն տարի Սուրբ Հարության Զատկից տոնից 5-րդ կիրակին, որ այսօր է, տոնում ենք խաչի երևման տոնը, խաչի երկնակամարում երևալու։
Եվ նույն տեսարանը պետք է լինի նաև Քրիստոսի գալուստից առաջ։ Մեր Տերն Ավետարանում ասում է. բարձրացեք ձեր աչքերը եւ տեսեք ձեր փրկությունը, որ մոտ է։ Այդպես էլ նեռի գալստից հետո, երբ նեռը կգա եւ Քրիստոս իր շունչով նրան կսատկեցնի, աշխարհի վախճանը կգա եւ մարդու որդու նշանը երկնակամարում կերևա, խաչը կերևա։ Եվ այն ժամանակ մեր Տերն ասում է. բարձրացեք ձեր գլուխները, նայեք, ձեր փրկությունը մոտ է։ Իսկ ով կարող է գլուխը բարձրացնել, ով կորագլուխ չէ, ում խիղճը չի տանջում, ում հոգին մաքուր է, ում ճակատը պարզ է, խղճի վրա բիծ չկա, մեղք չկա, համարձակորեն գլուխը բարձրացնում է եւ նայում է խաչին, փրկությանը։ Եվ հենց այսօր այդ տոնն է, խաչը երևաց երկնքում, որպեսզի մենք մեր մեղքերը խոստովանենք, որպեսզի մենք մեր խիղճը մաքրենք, մաքուր խղճով, պարզ ճակատով նայենք Քրիստոսի խաչին, որ մեր մեղքերը մեզ չհանդիմանեն, մենք կորագլուխ ամոթահար չլինենք, այլ մաքուր խղճով, պարզ ճակատով նայենք խաչին եւ խաչյալին, հավատանք Քրիստոսին եւ արժանանանք փրկության։ Ամեն